Ռուսաստանը հաստատել է, Ուկրաինային հարվածել է օրեշնիկ բալիստիկ հրթիռային համակարգով։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, զինված ուժերը խփել են ի պատասխան դեկտեմբերի 19-ին Վալդայում նախագահական նստավայրի վրա ուկրաինական անօդաչուների գրոհների և հասել են կարևորագույն թիրախներին հարվածելու իրենց նպատակին։ Նպատակակետերի թվում էին ահաբեկչական հարձակման ժամանակ օգտագործված անօդաչու թռչող սարքերի արտադրման օբյեկտները, ինչպես նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքները։ Առաջին անգամ օրեշնիկի մարտական կիրառության մասին հայտարարվել է 2024 թվականի նոյեմբերի 21-ին, երբ այն օգտագործվել է ոչ միջուկային հրթիռով Դնեպրի պաշտպանական արդյունաբերական օբյեկտին հարվածելու համար։ Որ օրեշնիկը մեծ համակարգով Ռուսաստանի զինված ուժերի շարքերում մարտական ծառայության կանցնի 2025-ի տարեվերջից, հայտարարել էր Վլադիմիր Պուտինը։ Օրեշնիկ միջին հեռահարության բալիստիկ հրթիռը նախատեսված է ռազմավարական խորքային թիրախների խոցման համար։ Ունի հիպերձայնային արագություն և դժվար է խոցվում հակահրթիռային համակարգերով, ինչի պատճառով դիտարկվում է ոչ թե զանգվածային մարտական զենք, այլ ռազմաքաղաքական զսպման և ազդանշանային միջոց։ Կան տեղեկություններ, որ թշնամին այսօր գիշերը զանգվածային հարձակում կիրականացնի։ Ուկրաինայի նախագահի այս հայտարարությունից շատ չանցած Կիևում հնչեցին տագնապի ազդանշանները։ Ռուսական լայնածավալ հարձակման հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքում առնվազն 4 մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Հրդեհվել են բազմաբնակարան շենքեր, Կրիվոյ Ռոգ շրջանը համաձայն տեղի իշխանությունների Իսկանդեր տեսակի 2 բալիստիկ հրթիռներով է հարձակման ենթարկվել։ Կա 17 վիրավոր, այդ թվում 3 երեխա և 8 կին։ Խերսոնում 3 զոհ կա, 6 վիրավոր։ 1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել Խերսոնի մարզի Տարաս Շևչենկո գյուղի մոտակայքում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Լվովում բալիստիկ հրթիռը հարվածել է ենթակառուցվածքային օբյեկտներին։ Մինչ Մոսկվայի արձագանքը, Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովը կասկած էր հայտնել, որ Լեհաստանի հետ սահմանի մոտ գտնվող քաղաքին ռուսները օրեշնիկով են խփել։ Ռուսական բանակի վերահսկողության տակ է անցել Զապորոժիեի շրջանի Զիլոնե բնակավայրը։ Մոսկվան նոր կադրեր է հրապարակել Խարկովի մարզի Պոդոլի և Դնեպրոպետրովսկի մարզի Բրատսկոյե բնակավայրերից։ Պոդոլին ռուսական զինուժի արևմուտք զորախմբավորման վերահսկողության տակ է անցել հունվարի 4-ին, Բրատսկոյեի գրավման մասին հայտարարվել է հունվարի 8-ին։ Արևելք զորախմբավորման ստորաբաժանումներն են ռուսական եռագույնը բարձրացրել բնակավայրում։ Մտնելով Բրատսկոյե, ռուսական բանակը զգալիորեն ընդլայնել է Գայչուր գետի արևմտյան ափին գտնվող կամրջի պլացդարմը և նպաստավոր պայմաններ ստեղծել գրոհային ստորաբաժանումների առաջխաղացման համար։ Նկատելի տեղաշարժ չկա դիվանագիտական դաշտում։ Չնայած շաբաթասկզբին ակտիվացած բանակցային գործընթացին։ Աքսիոսը հայտնում է, որ Փարիզում ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հանդիպել են Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևին քննարկելու Ուկրաինայի խաղաղության ծրագիրը։ Առանց Ռուսաստանի համաձայնության անվտանգության որևէ համակարգ լիարժեք չի կարող գործել, այսպիսի հայտարարություններ են հնչում Գերմանիայի քաղաքական շրջանակներում։ Հաջորդականությունն այսպես պետք է լինի. նախ հրադադար, ապա Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ Ռուսաստանի հետ երկարաժամկետ համաձայնագրի շրջանակներում։ Եվ սա չի կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի հավանության, սակայն դա հավանաբար դեռ բավականին հեռու է։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր աջակցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին Սենատ մտածօրինագծին, որը նախատեսում է երկրորդային պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթ և գազ գնող երկրների, այդ թվում Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ։ Սակայն Միացյալ Նահանգների նախագահը նաև հույս է հայտնել, որ դրա կիրառման կարիքը չի լինի։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։